Դատական նիստը 5 րոպեով ընդմիջվել է, գտնվում ենք հարցերի փուլում, պաշտպանական կողմը հարցեր էր հղում քննիչին, դրանից հետո արդեն ընդմիջում է հայտարարվել, հաջորդիվ արդեն հնչելու են պաշտպանական կողմի ելույթները, բազմաթիվ հարցեր են ուղղվել քննիչին, որի պատասխանները ինչպես նախորդ դատական նիստում, այս նիստում եւս վերացական են եւ ոչ հիմնավորված որևէ փաստական տվյալներով։ Այս բանին այսքանը, հաջորդիվ արդեն նոր տեղեկատվություն որ լինի կներկայացնենք։ Այսինքն պաշտպանական կողմը դեռ դիրքորոշում չի հայտնել։ Դիրքորոշում հարցերը ժամը 5-ից դատական նիստը ընթանում է եւ արդեն քանիսն է 2 ժամ եւ ավել հարցեր են ուղղվում քննիչին, որոնց պատասխանները վերացական են, որևէ հստակ պատասխան չկա, թե ինչի հիման վրա, ինչ փաստական հիմնավոր տվյալի վրա պետք է Ալիկ Ալեքսանյանին եւս 2 ամիս պահել կալանքի տակ։ Ինչ ակնկալիքներ ունեք դատական նիստից, ընդհանուր տրամադրվածությունից։ Եթե առաջնորդվենք արդարադատության սկզբունքով, ապա բնականաբար սպասելիքները պետք է լինեն օբյեկտիվ, բայց գիտեք, որ Ալիկ Ալեքսանյանը հանդիսանում է ոչ սովորական մեղադրյալ, այլ քաղ բանտարկյալ, որի նկատմամբ, ինչպես տեսնում ենք, շատ ավելի խիստ են որպես այդպիսին վերաբերվում եւ այս պայմաններում հուսանք արդարադատությունը գոնե այսօր իրական կլինի։